Իհարկե եկել են, որ ԿՊ-ն պարտվի։ Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այս համոզմունքով է մասնակցում Էջմիածնի համայնքապետի ընտրություններին։ Նա ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցության թեկնածուն է։ Եթե Էջմիածնեցին հասկանում է, որ շատ հանգիստ կարող է ուրեմն իր քաղաքը լքել գնալ, ես ոչինչով օգնել չեմ կարող, բայց ես եկել եմ ասելու, որ կա ամուր բազուկ կամք կարողություն, որ միասին այս քաղաքը փրկենք, այս քաղաքը պահենք այդ լույսերի մեջ, ապրեցնող լույսերի մեջ։ Էջմիածնում ծնված մեծացած Խաչիկ Մանուկյանը ընտրողներին խոստանում է անվտանգություն ու ապահովություն, որ ինչպես ինքն ասաց, Արցախից հետո Փաշինյանի ձեռքերը չհասնեն Հայաստանի համայնքներին։ Կամ պիտի լինես ճշմարտության ու հաղթանակի կողքը, կամ բացահայտ պարտության, դավաճանության, ստի, կեղծիքի, ինչը որ բերել է։ Թող մարդիկ ընտրեն իրենց սուտը դուր է գալիս, ինքը ուզում է սուտ ապրի, պղպջակ դառնա, պայթի գնա, թե ուզում է արմատ ունենա։ Մեկ ամսից վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են, քարոզարշավը դեռ չի սկսվել, նախընտրական կրքերը չեն եռում, քաղաքի փողոցում բազմազան խոստումներով պաստառներն էլ դեռ չկան։ Համայնքապետի պաշտոնի համար 9 քաղաքական ուժ է պայքարում։ Իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։ Կոռուպցիոն սկանդալով հեռացած Դիանա Գասպարյանից հետո նա է համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արգիշտի Մեխակյանի հետ զրուցել չհաջողվեց, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցն արգելեց մեզ մոտենալ նրա աշխատասենյակին։ Ըստ մամուլի Էջմիածնում իշխանության մրցակիցը Դաշնակցություն ու Առաջ կուսակցությունների հաղթանակ դաշինքն է։ Նրանց թեկնածուն էլ Սևակ Խաչատրյանն է, որ նախորդ ընտրություններում էլ իշխանության գլխավոր մրցակիցն էր։ 38% քվե ստացավ, վստահ է այս անգամ ավելի շատ կհավաքի ու կհաղթեն։ ԿՊ-ականները ես վստահ եմ, որ պարտվելու են ոնց որ պարտվեցի մարտի 30-ին Փարաքարում եւ Գյումրիում։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, վստահ եմ, որ վաղարշապատին թե Խոյ համայնքի յուղաբնակ ժողովուրդը, թե Էջմիածին քաղաքի ժողովուրդը մեզ վստահության քվե են տալու։ Սևակ Խաչատրյանը տնտեսագետ է, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն էր, ընդդիմության հավաքների ակտիվ մասնակից է։ Կարծում է, այստեղ էլ ընտրությունները կավարտվեն Գյումրիի ու Փարաքարի արդյունքներով, իշխող ուժը կպարտվի։ Նրա կարծիքով Փաշինյանի թիմի վարկանիշի վրա բացասաբար է ազդել նաև Մայրաթորի դեմ արշավը։ Իրենց աշխատանքի արդյունքում իրենց ռեյտինգը կտրուկ նվազել է եւ իրենք ռեյտինգի բարձրացման որևէ, այսպես ասած, գործիք չեն ունենալու եւ իրենց գործիքները չեն աշխատելու։ Սևակ Խաչատրյանը իշխանության թեկնածուին մեղադրում է վարչական լծակները չարաշահելու նախընտրական նպատակներով օգտագործելու համար։ Արգիշտի Մեխակյանը քաղաքական հակառակորդին պատասխանել է Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակով, թե իրեն զրպարտում ու սևացնում են։ Համայնքի բնակիչների հետ հանդիպում է աշխատանքի բնույթից ելնելով։ Ակնհայտ է իրենց վարքագիծը, վախվորած վարքագիծը, որովհետև այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը ցույց է տվել եւ ցույց է տալիս, որ ունակ է քաղաքացիների կարիքները բավարարել եւ ունակ է ռեալ ծրագրեր մշակել ի նպաստ համայնքի զարգացման եւ բարգավաճման։ Ժամանակավոր պաշտոնակատարը մրցակիցներին հորդորում է սպասել նոյեմբերի 16-ին։ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի համար պայքարում է նաև Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը, ընդդիմադիրներից Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը, Հանրապետություն, Ազատ դեմոկրատներ, Ազգային առաջընթաց, Ժառանգություն կուսակցություններն էլ են մասնակցելու ընտրություններին։